Ընկերներ, ուրեմն հաճախ իմ տեսահոլովակների տակ, որ մեկնաբանությունները, որ կարդում եմ, հատկապես այն տեսահոլովակների, որտեղ որ Նիչիվոլին քննադատում եմ, հայտնվում են ինչ-որ մարդիկ, ովքեր որ սենց մտքեր են տարածում հանճարեղ, թե բա շատ կան տենց մեկնաբանություններ գրող, մոտավորապես միտքը սա է, որ դե սկզբից իհարկե որպես կանոն մի հատ վիրավորանք, հետո արդեն թե բա Նիկոլը չլներ, որևէ մեկը Հայաստանի մասին չէր խոսա կամ Հայաստանի մասին Նիկոլի շնորհիվ են ընդհանրապես մարդիկ իմացել, անգամ Նիկոլի շնորհիվ Հայաստանի տեղը գիտեն, բան եւ այսպես շարունակ։ Հիմա ուզում եմ մի կարճ անդրադառնամ տենց մարդկանց, ովքեր որ նմանատիպ տենց մեկնաբանություններ են գրում հանճարեղ։ Ուրեմն տեսեք, ես երկար տարիներ, որ ապրում եմ արդեն արտասահմանում, այսպես կյանքի բերումով էլի, ու շատ մարդկանց հետ եմ շփվել օտար ազգերի հետ, ովքեր որ ինձ հարցրել են, որ եթե ես որտեղից եմ, որ երկրից եմ, ինչ ազգություն ունեմ, ինչ ազգ եմ եւ այլն, եւ երբ ես պատասխանել եմ, որ ես հայ եմ, ինձ թվում է դուք էլ կարաք, շատերդ կարաք այդ նույն բանը հաստատեք, որ շատ դեպքերում նայած մարդիկ ինչ հայացքներ ունեն, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ որ մեկի շնորհիվ կամ ինչ որ մի բանի շնորհիվ Հայաստանի մասին լսել են կամ հայ ազգի մասին լսել են, դա ասենք շատ դեպքերում օրինակ ասում են ինչ ազգ ես ասում եմ Արմենիա, իրանք ասում են Հենրիկ Մխիթարյան կամ ավելի երիտասարդ սերունդը կարող է ավելի շատ sense Արման Ծառուկյանով ճանաչի հայերին եւ Հայաստանին, հետո շատ մարդիկ, տարիքով մարդիկ, ովքեր որ մի քիչ պատմություն գիտեն, հայերի մասին լսել են ցեղասպանության հետ կապված, դա իհարկե շատ հայտնի եւ որպես ֆակտ սաղ աշխարհով մեկ ընդունված, եւ հայերին նաեւ շատ կարեւոր է գիտեն, ովքեր որ իհարկե պատմությունից մի քիչ տեղյակ են կամ հետաքրքրված են, գիտեն նաեւ որ որպես առաջինը քրիստոնեությունը ընդունած առաջի ազգ կամ առաջի պետություն, ով ընդունել է քրիստոնեությունը պաշտոնապես, պետական կրոն։ Սա է ընդհանուր, պատկերը, մեկ էլ որոշ ինչ-որ աղջիկներ բան, մի քիչ ավելի կարող է, ասես Քիմ Քարդաշյանի անունը տան կամ չէ, ես Քիմ Քարդաշյան լսած լինեն Հայաստանի մասին, դե հիմա չգիտեմ, Քիմ Քարդաշյանի ու Արման Ծառուկյանի հետ կապված մի քիչ վերապահումներով, երևի հասկանալի պատճառներով, բայց մնացածը շատ պարզ է, Հայաստանին եւ հայ ժողովրդին, հայ ազգին ճանաչում են որպես մեր տված մարդկանց, մեր պատմության շնորհիվ, մեր հազարամյա քրիստոնեայության պատմության շնորհիվ, որպես առաջի քրիստոնյա պետություն եւ այդ խնդիրները թուրքերի հետ, ցեղասպանություն եւ այլն։ Ասենք որևէ մեկը կյանքում, ես չգիտեմ, եթե դուք տենց ինչ-որ ձեր կյանքում տենց միջադեպ եղել է, որ ինչ-որ մեկը Նիչիվոլի անունը տա, ես չգիտեմ, օրինակ ոչ մեկ չի ասում Հայաստան, որ ասում ես, ոչ մեկ չի ասում Նիկոլ։ Ես կասեմ ավելին, այն մարդիկ, ովքեր որ Հայաստանը կամ Հայաստանի տեղը կամ Հայաստանի մասին լսել են Նիչիվոլի շնորհիվ, այդ մարդիկ ավելի լավ է Հայաստանի մասին երբեք չլսեին, որովհետև այդ մարդիկ Հայաստանին չեն ճանաչել լավ իր կողմերով Հայաստանի մասին չեն լսել, եթե Նիչիվոլի շնորհիվ են լսել Հայաստանի մասին։